Թեհրանի հայկական համայնքում առանձնահատուկ վերաբերմունք, հոգատարություն եւ ուշադրություն կա ոչ միայն երեխաների, այլև տարիքն առած մարդկանց նկատմամբ։ Մասնավորապես գործում են 3 Սոսե Մայրիկ, Չիլոյան եւ Սուրբ Գևորգ եկեղեցու Բաքում գտնվող ծերանոցները։ Վերջինից բոլոր ծախսերը հոգում է հայ կանանց եկեղեցասեր միությունը։ Այստեղ իրենց ծերություն են անցկացնում 12 մամիկներ եւ 11 պապիկներ։ Այստեղ ամենահասակավոր Օսանտատն է։ Իսկապես դուք 100 տարեկան եք։ Քանի տարեկան եք։ Չեմ իմանում։ Ինչպես եք իմ ազգում, առողջությունները ինչպես է ձեր։ Առողջությունը լավ, ամա հիվանդ է։ Որտեղ եք ծնվել, մայրիկ, որտեղ եք ծնվել։ Ասպահան։ Քանի տարի եք, որ ապրում եք Թեհրանում։ Հիմա 20 տարի։ 20 տարի։ Իսկ հայրիկը, ինչպես է ձեր անունը։ Մեսրով։ Պարոն Մեսրով, քանի տարի եք, որ Թեհրանում եք ապրում։ Ես 60 տարի։ Ինչ գործ եք արել, ինչով եք զբաղվել։ Խոհարարություն եմ անում։ Հիմա երբևէ փորձում եք մի բան սարքել, հիշում եք ձեր խոհարարությունը։ Այո, հիշում եմ։ Չէ, 40 տարի հենց Արարատի մոտ եմ էլի, որ Մանուկյանն էլ կկար խոնաղ ընդեղ իմ կերակույրներից կուտեր։ Իսկ փորձենք նաև մյուս մայրիկներին հարցնել, դուք քանի տարեկան եք, եթե գաղտնիք չէ։ Մենք 67։ Որտեղ եք ծնվել մայրիկ։ Մենք ծնվել ենք Կիրովաբադ քաղաքում։ Հետագայում փաստորեն անցել եք Իրանի Իսլամական Հանրապետություն։ Հաջիների եկան 38 թվին անցանք եկանք ստեղ։ Մարդկային ճակատագրեր, իսկ մայրիկը ինչ մասնագիտություն է ունեցել, ինչ ճակատագիր է ունեցել։ Ես Թեհրանում եմ ապրում։ Ինչ մասնագետ եք, ինչով եք զբաղվել։ Ես գարով։ Ներողություն, դուք որտեղից եք։ Երևանից։ Իսկապես։ Հա։ Այո։ Հիմա Սա ձեր պատրաստած գործիքն է, դուք եք պատրաստել այս գործիքը։ այո։ Հաճախակի եք նվագում։ Շուտ եմ կդրեմ, որ շատ նվագեմ, հասկանում եք, տարբեր բաներ, հա։ Հաճախակի եք նվագում այս գեղեցիկ կոլեկտիվի համար։ Հա, կոլեկտիվ եմ արել, երբեմն նվագում եմ, այո։ Քանի գործիք եք այսպիսի պատրաստել, ասում են, որ դուք այսպիսի գործիք պատրաստի առն եմ, ճապոնական է, բայց նեղություն եմ քաշի սովորել եմ 14 տարեկանից։ Մինչև հիմա նվագում եք։ Ինչու՞ հատրավարպետն եմ, բայց ռեստորաններ եմ բանում, այստեղ շատ եմ նվագել, հետո կլասին եմ ունեցել 5-6 տարի, կլասի հոնարի, բաների, բանջոմանդալինի, հա։ Հոպ։ Դուք նվագեք, ես շարունակեմ զրույցը, նվագեք, մայրիկի հետ փորձենք ծանոթանալ, մայրիկի անունը ինչպես է։ Արևահատ, Ինչով եք զբաղվել, մայրիկ։ թայպիստ եմ եղել, դակտիլոգրաֆ, Այսինքն, ինչ գործ է դա։ համե մեքենագրուհի եմ եղել, շուկայում, որտև բանկը մել եմ տվեցիտ դման խնդրագիր չընդունվեց է։ Հիմա քանի տարեկան եք։ 86, Քանի տարի է այստեղ եք, այս եկեղեցունքից, այս ծերանոցում քանի տարի եք։ քանի տարի չեմ, 4 տարի, Հարազատներ չունեք։ ոչ,
Եղբոր տղա ունեմ, չգիտեմ որտեղ է։ Իսկ մայրիկը հարազատներ ունի ընդհանրապես։ Այո, քույրիկ ունեմ, ես այն մեր տարեկան Ռաստովից եմ եկել Պարսկաստան։ Հայրիկս մահացել է մամես, երեխաներն է մեր։ Ինչ գործով եք զբաղվել երիտասարդության ժամանակ։ Դպրոց եմ գնացել, 12-րդ սովորել եմ, հայկական, ամենը բանը, մամեսին աղջվանցի էր, մամես, պապես անմասի էր։ Շնորհակալություն, իսկ Լավ ֆրանսերեն գիտեմ, անգլերեն գիտեմ, ռուսերեն էլ խոսում եմ։ որտեղ եք ֆրանսերեն սովորել, մայրիկ։ Այստեղ Թերանում։ Իսկ մայրիկի հետ փորձենք ծանոթանալ, ինչ է մայրիկի անունը։ Սիրանուշ։ Սիրանուշ մայրիկ։ Իսկ Սիրանուշ մայրիկը ջահել ժամանակ ինչով է զբաղվել։ Ռաթունով եմ զբաղվում, տունը, երեխեքով, ռաթունով։ Հիմա ով ունես, աշխարհում ով ունես հիմա։ 3 տղա ունեմ, կնիկ տվեցի խարսս ասամ նանա չենք ուզի։ Տարման տալու պերես կծեցս եղու կնաց։ Տղաները Թեհրանում են ապրում։ Տղաները որտեղ են ապրում։ Շիրմարդ։ Ու ես անում է։ Գալիս տեսնում են մայրիկին։ Մեխ հետ եկիր են, հայ կալում են ու չեն կալում, չեմ լին։ Հայ լալում եմ, կորցնում եմ ընձիու։ Իսկ նաև հայրիկի հետ փորձենք ծանոթանալ, ձեր անունը ինչ է։ Ուրգեն։ Ով նադելին աշխուն տղա, երանի քո հանցմունքը, դու օրինակ ամեն ծաղիկ, որ ինչ է քո խոսմունքը, սիրտը բացված ծաղկի պես է, բերբյուլ լեզուց խոսքերդ, հոգից արև լույսնու պես է, և քո ճարմած երգերը, լալադարի ծաղկի մեջ է, էդ քո սիրուն չամալը, խոնչադրված փնջի մեջ է, էդ քո ջհրուն ջամալը, ամենի սրտով սիրված ես, աշխարհ կալ քո ավալը։ Շնորհակալություն, հիմա նորից լսենք մանդոլինայի նվագը։ Լսում ենք մանդոլինայի նվագը, այստեղ դաժանություն է, դաժան իրողություն է, բայց իրենց կյանքի վերջին տարիներն են կարճում այս մարդիկ, ովքեր ընտանիք են ունեցել, տուն ու տեղ են ունեցել, ինչ որտեղ այն հայի ճակատագիր է, հայի ճակատագիր, իսկ հայի ճակատագիրը միշտ կապվում է նաև եկեղեցու հետ, այստեղ Թեհրանի ամենահին Սուրբ Գևորգ եկեղեցու հետ, այստեղ այս մարդիկ են, ովքեր իսկապես անց են կացնում իրենց կյանքի վերջին տարիները։